Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Ընկեր, թե թշնամի, ինչ ես կարծում։ Նա արագ քայլում էր Երուսաղեմի նեղ փողոցներով, նա անհանգիստ էր, հետ էր նայում և վերջապես հասավ քահանայապետի տուն։ Փակ դռների հետևում ծրագիր էր մշակվում։ Այս մարդիկ ցանկանում էին Հիսուսին սպանել։ Ինչ-որ մեկը բացեց դուռը և զարմացավ, տեսնելով, որ Հիսուսի աշակերտներից մեկն այնտեղ կանգնած է։ Ընկերը գնում է թշնամու մոտ։ Ինչ է սա նշանակում։ Ինչքան գումար կտաք ինձ, եթե ասեմ, թե որտեղ է Հիսուսը, որ կարողանաք ձերբակալել նրան։ Ներկաների դեմքին հանդուգն ժպիտ հայտնվեց։ Մենք քեզ 30 կտոր արծաթ կտանք։ Պայմանավորվածությունն արագ ստացվեց։ Ինքն իրենից գոհ Հուդան հեռացավ։ Հուդա, դու Հիսուսի աշակերտն ես, ինչպես կարող ես նրան մատնել մի քանի կտոր արծաթի դիմաց։ Կարծում եմ, նրա խիղճն իրեն շատ է հանդիմանել։ 3 տարի, թվում էր, թե նա Հիսուսի ընկերն էր, սակայն նրա սիրտը Հիսուսի հետ չէր։ Իսկ հիմա նա սպասում էր հարմար պահի, որ մատնի Հիսուսին, բայց Հիսուսը գիտեր ամեն բան, նա գիտի յուրաքանչյուրի մտքերը, ամեն բան հենց այդպես էլ պետք է լիներ։ Հիսուսը գիտեր, որ պետք է մահանա, և նա աղոթեց Գեթսեմանի պարտեզում։ Հանկարծ մեծ աղմուկ եղավ։ Հուդան զինվորների հետ եկավ, ովքեր ջահերով ու թրերով էին։ Ընկեր, թե թշնամի։ Հիսուսը մեկ անգամ ասեց. «Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ»։ Համբույրով, որ ընկերության նշան էր, Հուդան մատնեց իր տիրոջը։ Զինվորները մեծ արագությամբ Հիսուսին ձերբակալեցին։ Նրանք շատ դաժանորեն էին վերաբերվում նրան։ Նրանք ծեծեցին Հիսուսին, մտրակեցին, թքեցին նրա երեսին, ապա մեկին, ով անմեղ էր, տարան դատավորի մոտ։ Կեղծ վկաները մեղադրեցին նրան, տաճարի ծառան ասաց. Ոչինչ չես ցանկանում ասել քեզ պաշտպանելու համար։ Հիսուսը շարունակեց լռել և ոչինչ չասաց։ Ասա մեզ, դու ես Աստծո որդին։ Ես նա եմ։ Ոչ, մենք չենք հավատում նրան։ Նա մահվան է արժանի։ Տարեք նրան։ Նա պետք է մեռնի։ Նրանք չէին ուզում հավատալ։ Իսկ հետո հաջորդ թողարկմանը պատմությունը կշարունակվի։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։